հիմա ես կփորձեմ ես մի քիչ ավելի ինտերակտիվ անցկացնել մեր այս վերջին պրեզենտացիան, ես կխնդրեմ կարծիքներ, ինչ է ձեր համար անշարժ գույքը, օրինակ խնդրեմ, չէ, բնութագրեք ինչ շենքը, շինությունը կամ չգիտեմ ավտոմեքենան, Անշարժ հողատարածք ուրիշ, տունը ուրիշ, ինչ որ հողին կպած է, իսկ գիտեք որ, իսկ օրինակ օդանավն էլ է անշարժ գույք, դա ասեմ, որովհետև սահմանափակ շարժունակություն ունեցող գույքերն էլ են անշարժ գույք, բայց երբևէ լսել եք, որ ծառը դա անշարժ գույք է, դա բազմամյա տնկարկն է, մեր օրենսդրության համաձայն անշարժ գույքն է, եւ երբ որ անշարժ գույքի զարգացման մեջ կամ կառուցապատման մեջ արդեն ամեն ինչ անում եւ վերջացնում ես կամ փորձում ես ամեն ինչ անել, բոլոր ոլորտային ուղղություններով ինչ որ նախագծեր իրականացնում ես, փորձում ես գտնել մի բան եւ դա այն նոր անշարժ գույքն է, որը որ մենք գտել ենք, դա ծառն է, որը որ մեր համար անշարժ գույքի օբյեկտ է հանդիսանում եւ Արտադիր չի, դու ունենաս $100,000, որպեսզի գնաս ինչ-որ միտեղ ներդրում կատարես և եկամուտ ստանաս, եթե մենք խոսում ենք ինվեստիցիոն գույքի մասին, այլ կարող ես ուղղակի գնել ծառ և ստանալ եկամուտներ, այս գաղափարի շուրջ է ստեղծված ամբողջ այս նախագիծը և այն կոչվում է Green Invest, քանի որ ինքը կանաչ ներդրման մասին է խոսքը և ներդրում է ապահովում արդեն անշարժ գույքի ոլորտում, այս դեպքում հողի զարգացման կամ ծառը որպես անշարժ գույք ձեռք բերելու հետ կապված։ Նայեք, այսօր շատ լուրջ խնդիր ունի մեր գյուղատնտեսության ոլորտը, առավելապես այս սանկցիաների կամ Ռուսաստան արտահանման հետ կապված, ամբողջ բանկային համակարգը խառնված է իրար, բանկերը մտահոգություններ ունեն, վարկերը սպասարկելու, ես դες ասեմ ընդհանրապես նոր վարկային միջոցներ չեն տրամադրվում գյուղատնտեսությանը, գյուղատնտեսությունը դա համարվում է արտաքինից համարվում է բարձր ռիսկային բիզնես, բայց իրականում այդպես չէ, եթե դա շատ ճիշտ է կառավարվում եւ այսօր մեր հողերի մոտավորապես 50% գյուղնշանակության հողերի մասին է խոսքը, չեն մշակվում եւ ունենք շատ մեծ հեռանկար այս ուղղությունը զարգացնելու, հետեւաբար դրա համար մենք մեր ընկերությունը ռազմավարությունը տեղափոխեց անշարժ գույքի այս ուղղությունը եւ ստեղծեց Green Invest հարթակը, որը ունի երկու համագործակցության հնարավորություն, մեկը B2B, այսինքն բիզնեսի հետ համագործակցություն եւ B2C։ Կարճ ներկայացնեմ B2B-ին, սա հարթակ է, որտեղ որ հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններին կամ տնտեսություններին ներգրավել ֆինանսական միջոցներ եւ բարձրացնել համագործակցությունը կոոպերացիայի միջոցով։ Ուրեմն մեր պետությունում ընդունվել է կոոպերացիայի մասին օրենք գյուղատնտեսական, բայց դա երբեք չի գործել, դա մի դեպք կա, որը որ մենք ենք հիմնադրել Մեղրիում գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում, բայց գյուղատնտեսական կոոպերացիա ընդհանրապես գոյություն չունի եւ այս հարթակը նախատեսված է նրա համար, որպեսզի ստեղծվի գյուղատնտեսական կոոպերացիա։ Ինչ է կոոպերացիա, մեկը ունի տրակտոր, մեկը ունի գումար, մեկը ունի տնկի, մեկը ունի ջրի հնարավորություն, այսինքն այս ամեն ինչը համատեղվում է հարթակի մեջ եւ ստեղծվում է ներդնող եւ գյուղատնտեսությամբ զբաղվող կապը հարթակի միջոցով։ Դրա արդյունքում նաև բարձրանում են թերօգտագործված այգեգործական տնտեսությունների զարգացման հնարավորությունը։ Ինչ ենք անում մենք։ Իրավաբանական անձնական այգետերը, որ ունի այգի, 3 բանի պետք է համապատասխանի։ Պատշաճ իրավական կարգավիճակ ունենա, այսինքն հողը չպետք է ծանրաբեռնված լինի երրորդ անձանց իրավունքներով կամ խնդիրներով, դա կադաստրային խնդիր կարող է լինի կամ իրավauնակության հետ կապված խնդիր։ Երկրորդը պետք է ունենա բավարար ֆինանսական կայունություն եւ երրորդը պետք է թվայնացնի իր այգին։ Ընդ որում, ինչու է մեր հարթակը կոչվում AI, ես դա ամենավերջում կասեմ, բայց այս 3 պայմանների ապահովման դեպքում ընկերությունը, որը որ ունի այգի, կարող է հայտնվել արդեն այս հարթակում եւ պատրաստ լինի իր ծառերը վաճառելու հենց on-line թվային հարթակի միջոցով վաճառելու արդեն B2C մեր հաճախորդներին։
Այստեղ շատ պարզ նկարագրված է ինչպես է աշխատում այն, այգետերը միանում է Green Invest-ի հարթակին, այգու ծառերը թվայնացվում են, ներդրողները ձեռք են բերում ծառեր, սա նույն սխեմայով է իրականացում, ինչպես մտնում եք խանութում շոփինգ եք անում, ինչ-որ մի հատ ծխախոտ եք առնում, այսինքն օնլայն շոփինգի հնարավորության մասին է խոսքը։ Այգետերը շարունակում է կառավարել ձեր ծառերը արդեն, ջրել, պարարտացնել, բուժել, խնամել, բերքը հավաքել, իրացնել։ Այս ամբողջ գործընթացը շարունակում է իրականացնել այգետերը։ Եկամուտները բաշխում են ըստ մոդելի բերքի վաճառքից հետո, այսինքն դուք կարող եք ուզել ձեր բերքը, բայց ընկերությունը, այգեգործական ընկերությունը պարտավորություն է վերցնում ձեր նկատմամբ ֆինանսական տեսանկյունից։ Օրինակ բերեմ, եթե մեկ նուշի ծառը տալիս է միջինացված 5 կիլոգրամ բերք, բոլորը միջինացված հաշվարկներով են գնում, եւ դրա գինը շուկայում մեծածախ արժի օրինակ $7, ապա մեկ ծառի բերքի եկամտաբերությունը կլինի, հասույթը կլինի $35, եւ միջինացված թվերով եմ ասում, $10-12 տարեկան ձեր մենեջմենթ ֆին է, որը որ դուք այլևս չեք վճարում, ընկերությունը նուշի վաճառքից հետո պահում է իր մենեջմենթ ֆին եւ շարունակվող եկամուտը, մնացորդ եկամուտը արդեն վճարում է ծառի սեփականատիրոջը, սա տևում է 25 տարի նուշի դեպքում, պայմանագիրը կնքվում է 25 տարով եւ 25 տարվա ընթացքում դուք անընդհատ ստանում եք եկամուտներ։ Սկզբնական շրջանում եկամուտները դրանք կապիտալիզացիայից են եւ դրանից հետո արդեն 4 տարուց սկսած բերքի եկամուտներից։ Վերջում ձեզ տրվում է նաեւ ծառից գոյացած փայտանյութը, որը որ կազմում է մոտավորապես 0.5 խորանարդ մետրից մինչև 1 խորանարդ մետր։ Սա հենց մեր այդ մոդելն է, որտեղ որ այգետերը եւ ներդնողը հանդիպում են անշարժ գույք, այսինքն ծառ գնելու համար։ Սա ես արդեն կարճ ներկայացրեցի, այգետերերին արդեն սպասարկման ժամանակ Green Invest-ի հարթակը ներկայացնում է մարքեթինգային իրավաբանական եւ ֆինանսական ամբողջ ծառայությունները ամբողջ նախագծի ընթացքում, ստեղ մանրամասները նշված են արդեն, եւ ստեղ մենք արդեն ստանում ենք ինչ է ստանում ներդնողը, արդեն դուք տեսնում եք, սա կոնկրետ արդեն հարթակից մեկ օրինակ է, որտեղ որ դուք կարող եք մտնել, գնել նուշի ծառ, կոնկրետ այս բային երկու ընկերություններ են միացած հարթակին, որոնք որ նուշի ծառեր են մեծացնում կամ նուշի ծառերի վաճառքով են զբաղվում եւ ամբողջ նկարագիրը այստեղ գրված է, յուրաքանչյուր ծառ թվայնացումից հետո ունենում է իր անձնագիրը, այսինքն ոնց որ դուք յուրաքանչյուրը բնակարան գնելուց ունենում եք ձեր կադաստրի վկայականը, արդեն ծառի դեպքում ունենում եք ձեր ծառի անձնագիրը, որին կցված է լինում դրա նկատմամբ եկամտաբերությունը, վճարված եկամուտները, սպասվելիք եկամուտները եւ այս ամեն ինչը իրականացվում է համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով։ Ընդհանրապես մեր օրենսդրության համաձայն կադաստրը պետք է իրականացնի ծառերի հաշվառումը որպես անշարժ գույք, բայց ցավոք ծառերի հաշվառումը կադաստրը չի իրականացնում, այն միայն հողի կարգավիճակների հաշվառումը է իրականացնում, որպես այգի հողի կարգավիճակը, բայց այս հարթակը ամբողջությամբ վարում է հենց կոնկրետ ամեն մի այգու ծառերի ռեեստրը, դրա նկատմամբ առաջացող պարտավորությունները եւ դրա մասով կատարվող վճարումները։ Սա է միջին եկամտաբերությունը, ուրեմն այս ներդրման դեպքում տատանվում է 14-ից 18%, այսինքն ձեր ներդրած գումարի մեկ ծառի դիմաց վճարած գումարի դիմաց դուք յուրաքանչյուր տարի ստանում եք սկզբնական տարիներին ցածր եկամուտ, հետո երբ որ մտնում է լրիվ բերքատվության ավելի բարձր եկամուտ, ինչը ձեզ 25 տարվա կտրվածքով ապահովում է 14-ից 18% եկամտաբերություն։ Ասեմ նաև, որ նմանատիպ հարթակներ գործում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, առավելապես եվրոպական երկրներում, որտեղ որ կարող եք նմանատիպ ներդրումներ կատարել անշարժ գույքի, այսինքն ծառի մեջ։ Մեր հարթակը տարբերվում է մի քիչ նաև այդ մյուս հարթակներից նրանով, որ դուք ցանկացած ժամանակ կարող եք ձեր ծառը հարթակում գործող ծառերի շուկայում վաճառել, այսինքն եթե առաք մեկ նուշի ծառը այս տարի 40,000 դրամով, եկող տարի այն կարող եք արդեն վաճառել 44,000 դրամով,
կամ 2 տարի հետո 48,000 դրամով, դա իր կապիտալիզացիոն արժեքի մեծացումն է։ Այսինքն պարտադիր չի առնել եւ սպասել ներքատվությանը։ Ծրագրի հիմնական ցուցանիշներն են, նշեցի, տարին 25 տարվա պայմանագիր է կնքվում, եկամտաբերությունը, սրանով նաև զարգանում է ժամանակակից ինտենսիվ այգեգործությունը, որը որ իր մեջ ներառում է այս ամբողջ կաթիլային ոռոգման համակարգը եւ բարձր պայքատությամբ եղանակային պայմանների հանդեպ դիմացկունությամբ կոնկրետ մեր դեպքում իսպանական տեսակի սորտի նուշի ծառերի մասին է խոսքը գնում։ Եկամուտի աղբյուրները արդեն նշեցի, ինչ որոնք են այդ եկամուտի աղբյուրները կապիտալիզացիայից եւ նուշի բերքի վաճառքից։ Մեր հաջորդ քայլը, որը որ պետք է լինի, արդեն մուտքն է գինեգործության եւ կոնյակագործության ոլորտ կամ այն գյուղատնտեսական մշակությունների մեջ, որտեղ որ կա հնեցում, բոլորդ կարծում եմ տարբեր գինեգործարաններում տեսել եք այդ մեծ բոճկաների վրա 50-100 լիտրանոց մարդիկ կան, որոնք որ գնել են, դա իրենց ստորագրությունն ավրեն, վճարել են դրա դիմաց եւ գործարանը իրականացնում է այդ գինու հնեցումը կամ դրա կառավարումը, մենեջմենթը, նույնը կոնյակին է վերաբերում։ Այստեղ գործում է շատ պարզ սխեմա, օրինակ, եթե 1 տարեկան 3 տարեկան 1 լիտր կոնյակը արժի $3, բայց 4 տարեկանը արդեն $5, 6 տարեկան, այսինքն ըստ հնեցման արդեն թանկանում է, այստեղ արդեն դուք ձեռք եք բերում միևնույն եղանակով կոնյակ լիտրով կամ դեկալիտրներով կամ բոճկաներով, հայերեն ոնց է տակառներով, հա, եւ բնականաբար արդեն կոնյակի գործարանը ապահովում է դրա պահպանումը, դրա հնեցումը, հետո վերցնում է իր կառավարման ծախսերը եւ ձեր կոնյակը վաճառելով արդեն 3 տարի, 5 տարի, 10 տարի հետո նայած այս պայմանների ձեզ վճարում է եկամուտներ, սա էլ որպես նոր ներդրումային հնարավորություն արդեն կոնյակագործության եւ գինեգործության մեջ։ Սա արդեն կարճ ես ներկայացրեցի։ Շատ կարևոր է ազդեցությունը ծրագրի, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ Մենք արդեն որպես այգեգործ կամ այգեգործությամբ զբաղվող տնկել ենք 170,000 ծառ եւ մեր նպատակը մինչեւ 2030 թվականին հասցնելն է 350,000-ի։ Այգիների երկարաժամկետ խնամքի խթանում, հողերի դեգրադացիայի կանխում, հավատացեք ժողովուրդ, այնքան հողեր կան, որ պետքա այս քաղաքի աղմուկից դուրս գալ, այս շենքերի կառուցումից դուրս գալ եւ գնալ արդեն սկսել հողերը զարգացնել։ Դա էլ մի այլ հետաքրքիր բիզնես է եւ ավելի հանգիստ եւ ավելի հոգեբանորեն մարդկանց ավելի նյարդերը հանգստացնող բիզնես է, քան կառուցապատումը, վստահ ձեզ ասում եմ։ Այո։ Սոցիալական ազդեցությունն է, որովհետև ընկերությունները արդեն ունեն են կայուն եկամուտ գյուղական արտադրողների համար, սեզոնային վարկերից կախվածության նվազեցում, գյուղատնտեսական ակտիվների ֆորմալացում, սա շատ կարևոր է, որ մեր գյուղատնտեսական ակտիվները նաև ֆորմալացվում են։ Եվ տնտեսական ազդեցությունը մասնավոր կապիտալի ներգրավում գյուղատնտեսության մեջ, կանխատեսելի եկամտի ցիկլեր եւ ռիսկերի դիվերսիֆիկացում ներդնողների համար։ Սա է մեր ներկայացումը, ես շնորհակալություն եմ հայտնում եւ եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։